Դավաճանության մասով կասկածներ չառաջացան մեր ազգային անվտանգության դատախազության մոտ Լավրովի այցից հետո, Լավրովի այսուլիսներից բարձրաձայնած այդ պատասխաններից հետո, ինձ մոտ առաջացան։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Իսկ ձեր մոտ հարցեր չառաջացան։ Մեզ մոտ անընդհատ բարձրաձայնում են ռուս-թուրքական տանդեմը ուզում է կործանի Հայաստանը, բայց պարզվեց, որ հակառակը Եվրոպա-ադրբեջանա-թուրքական այդ տանդեմը կամ այդ դրիադան, ասենց ասած, ես իմ Նիկոլի ձեռքով ու մեր հայկական իշխանությունների ուզում է կործանի ու կործանում է Հայաստանը։ Ինձ շատ տարօրինակ թվաց Արարատ Միրզոյանի լպրծուն պատասխանները, որ չհակաճառեց Լավրովի պատասխաններին, էլի, կապված ջերմուկի դեպքերի հետ նայեք, ու ընդհանրապես Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Ռուսաստանի պատասխանին, էլի։ Ամենաառաջին այդ ջերմուկի հետ կապված նայեք, Եվ լրագրողը հարց տվեց, բա ինչի պարտականությունները չկատարեց Ռուսաստանը, ՕԴԿԲ-ի այդ շրջանակներում, էլի, որ հարցակում եղավ։ Լավրովը պատասխանեց, նայեք, ասում եմ, կազմեցինք խումբ աշխատող, որ գան տեղում ուսումնասիրեն, տեղում ասում է քննարկումներ ա եղել հայ զինվորականների, հայ արտգործնախարարության այդ մինիստրների հետ, էլի։ Ասում է, գնացին Մոսկվա, պատասխան ուղարկեցին միջամտության ու օգնության, ասում է, դուք հրաժարվեցիք։ Մեզ, նայեք, ասեցին, որ Ռուսաստանը հրաժարվել է օգնի, բայց Լավրովը ասեց, որ դուք հրաժարվեցիք, ստեղով է ստում։ Ու հետաքրքիրը նայեք, Արարատ Միրզոյանը ինչ պատասխանեց։ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ ես չեմ համաձայնվում, որտեղ Ադրբեջանը համաձայն չէր։ Բայց նրա բարձրաձայնած այդ հարցը օգոստոս ամսվան ներկապված, էլի։ Ոնց Ադրբեջանը պետք է համաձայն լինի, դա ինչ որ ուրիշ եռակողմ ինչ որ մի ծրագիր էր, որ օգոստոս ամսին Ադրբեջանը չի համաձայնվել։ Ընդհանրապես կապ չունի պատե ջերմուկի վրա հարձակմանը, դա եղել է արդեն սեպտեմբերին։ Իսկ դրա պահով Լավրովը ասեց, ասում է, մենք ուղարկեցինք այդ բանը, պատասխանը մեր եզրակացությունը, օգնության առաջարկը, թե ինչ պետք է արվի, ասենց ասած, ճանապարհային քարտեզ, ասում է, ձերոնք ասեցին չէ։ Ասում է, ձեր կիսախելագարետո գնաց մի ամսից բան, ինչ էր անունը, Պրագա ընդեղից ասեց Արցախը Ադրբեջանը եւ վերջ ճանաչեց Ադրբեջանի բանը, տարածքային ամբողջականությունը։ Ով է ստեղ ստում։ Լսեք, սա դավաճանությունը ո՞նց է լինում, լսեք, պոզով պոչով է լինում։ Ինչի են մերժել Ռուսաստանի այդ առաջարկը։ Ինչը առաջարկել Ռուսաստանը, նայեք, դա չգիտենք։ Պետք է ստեղծվի հանձնաժողով։ Հանձնաժողովը կամ հենց դատախազության ու ազգային անվտանգության հետ մի հատ անկախ մի քննիչ ինչ-որ քննիչների մի խումբ, որ գան հենց Մոսկվա, ստեղ ճշտեն, համեմատեն ցուցմունքները ու կամ վկայությունները, ռուսական կողմը ինչ է առաջարկել իրականում, հայկական կողմը ինչ է ասում, մեր զինվորականներն էլ են տեղյակ եղել, էլի, թե ինչ է սա եղել։ Որտեվ մեզ լրիվ ուրիշ բան ասեցին, ռուսական կողմը հայտարարեց, որ մենք էլի առաջարկել ենք առանց Ադրբեջանի սահմանազատում անենք, էլի այդ ճիշտ սահմանը գտնենք, որտեվ կա խախտում սովետական սահմանների վրա, այդ գիծը հաստ է գնում, էլի սահմանագիծը, էլի մասշտաբների բանով դնենք չափենք, էլի 500 մետր է, թե 100 մետր խախտումը, էլի իսկական կետը գտնեն հողի վրա, էլի սահմանը, որ իմանան, էլի։ Ռուսաստանը սենց բան հայտարարեց, Հայաստանը հրաժարվեց, ասեց սովետի վաղտվանից սահմանը կա, հասկանում եք,
ով աստ է ստում։ Միգուցե սա իսկապես Սորոսը դրա համար էր սրանց կերակրել, կրթել, փող տվել, պահել, չաղացրել, այս արխետիպային անթրաշներին, այս փրչոտներին, որ գան ու սենց թուրք եվրոպական ծրագիրը իրականացնեն։ Որտեվ Եվրոպային օդի ջրի պես պետքա նավթամթերքներ էլի, այդ նավթ, գազ, այդ ամեն ինչը ու Պարսկաստանից կտրեն բանը։ Պարսկաստանը կտրեն Հայաստանից ու սենց էս կապից էլի։ Ով գիտի դա մի հատ ընդհանուր ծրագիր է եղել հենց այդ դեմոկրատական հետ իրանց այդ ուժերի ամերիկյան էլի, դա նրանց ծրագրերն է դրանք ավելի շատ եղել այդ ամերիկյան դոկտրինայի ու եվրոպական դոկտրինայի համաձայն։ Ու սա եղել է հենց այդ դավաճանությունը Հայաստանի հողերի հաշվին։ Ես հիմա սենց եմ կասկածում։ Մյուսը, որ Լավրովը հայտարարեց հենց բանը, ասում է Արցախի կորցնելը մեզ վրով մեր վզին փաթաթան չանեք, դուք եք կորցրել։ Մարդը պարզ ասեց նոյեմբերի 9-ի հենց համաձայնագրի մեջ, ասեց Արցախի կարգավիճակը մնացել էր անորոշ, թողել ենք սերունդների վրա, էլի դա չկար նշված ոչ մի բան։ Ասում է դուք գնացիք ճանաչեցիք Ադրբեջանի կազմի մեջ, ասում է էլ ինչ անենք։ Ով ստիպեց գնա Նիկոլը ճանաչի։ Այս իրանք հարցեր են, որ չկա պատասխան։ Ու ոնց միշտ պետք է ինչ-որ մեկի վրա բարդեն էլի մեղքը, ու բոլոր այդ Եվրոպամետ ու այդ իրանց այդ բոլոր օղակները բարձրաձայնում են։ Ռուս-թուրքական տանդեմը կործանում է Հայաստանը։ Սա իրար ծրագիրը Եվրոպան եկել է փրկի։ Այս հենց են մեզ ասում, բայց հակառակը, որ հողի վրա նայում ես, ու Լավրովն էլ ասեց, ու ոչ մեկ չհակաճառեց։ Մեր խելագարը գնում Եվրոպայից, ճանաչում է Ադրբեջանի բանը, տարածքային ամբողջականություն, Ալմաթայի հռչակագրի համաձայն։ Ու առանց որևիցե մի զիջումների, հեսա քանի տարի է զիջումներ են կանում։ Այսքան զիջումներ, այսքան անտրամաբանական սխալները։ Լսեք, սա դավաճանություն չի։ Մի հատ սխալ ասես դիվանագիտական բան, էլի ձախողում, 2 հատ, 3 հատ, 5 հատ, այսքան դիվանագիտական ձախողումները, սա արդեն դավաճանություն է։ Սա նա է, որ իշխանությունները պաշտպանում են Ադրբեջանի օրակարգը։ Ադրբեջանի թուրքա-եվրոպական էլի այդ։ Սրա վրա է պետք մտածել, լսեք, պետք է հանձնաժողով կազմվի, որ մարդիկ ներառվեն, վստահելի մարդիկ, օրինակ իմ նման ես գնամ, տեսնեմ, կարդամ, լսեմ, ռուսը ինչ այն ժամանակ առաջարկել, ջերմուկի դեպքերից հետո, որ մերոնք հրաժարվել են։ Ու մեզ չեն բարձրաձայնել, չեն ասել, ռուսը տեսեք այսա հրապարակել։ Այսպես բաներ առաջարկեց, դրա համար հրաժարվեցինք։ Փակ դռների հետևը պայմանավորվել են։ Բայց ռուսը այսօր նենց բան ասեց, որ հայկական կողմը չհերքեց։ Դուրս է գալիս ինչ, Եվրոպային ձեռ չի տվել Ռուսաստանի առաջարկը, կապված են ջերմուկի հետ ու Ադրբեջանի։ Հայաստանին ասել է, ես սենց եմ մտածում, դու ուրիշ օրակարգ մի գնա, դու հիմա պետքա գաս այստեղ ճանաչես Արցախը ու թեթևանաս այդ ծանր քարից, որ վզից հետ կախված է։ Ու Ռուսաստանի փոչերիկա բռնեց, դրա համար սրանք գնացին Պրագա ու այդ Շաշաբոզնդեից հայտարարեց, որ բան, Արցախը, Ղարաբաղը, Ադրբեջանը եւ վերջ։ Անգլավները Ադրբեջան են եւ վերջ երևի, հեսա գրեք հələ, ձեր կարծիքով սա դավաճանություն չի։ Այս իմ այսօրվա հաղորդումը կիսվեք, բոլոր ինչքան հարթակներ կան ունեք կիսվեք։ Կիսվեք, որ մեր ազգային անվտանգություն բան դրանց ականջենգնի, որ ժողովուրդը պահանջում է, արա։ Ժողովրդից մենակ աշխատավարձ ստանաք, պարգևաբճար ստանաք։ Ժողովրդի երեխեքին տանեք բանակ, դեր երեխեքին 20 միլիոնով ազատեք։ Դրա համար ոչ մի երեխա ձեզ, միջև այս հարցերի պատասխանը չեք տվել ժողովրդին։ Սա որ Ռուսիա ասաց чистой воды, это предательство։
Այսպես վերլուծություն չկա, ես նայում եմ համացանցում ինչա կատարվում են, խելագար լրագրողներ, ես քեբաբչի բաներ, քաղաքագետներ, փորձագետներ։ Պուտինը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմի մեջ։ Մեկը ասում է, այ անասուններ, Պուտինը ասելուց նույնը ռուսը ասում է միջազգային իրավունքի համաձայն։ Միջազգային իրավունքի։ Հայաստանն էլ նայեք, Ղրիմը չի ճանաչել Ռուսաստանի մաս, թեկուզ 14 թվից։ Հասկանում եք, սա այնպես բան է, այսօր ռուսը սահմանադրությամբ Ղրիմը ու այն 4 շրջանները մտցրել է իր կազմի մեջ, բայց հայտարարում է, որ միջազգային իրավունքի համաձայն դեռևս այս հողերը Ուկրաինայինն է։ Դրա համար ասում է, զինադադար եք ուզում, այս 4 շրջանները Ուկրաինա պետք է ճանաչես իմ կազմի մեջ։ Նա նույնն է անում, միջազգային իրավունքի համաձայն ուզում է, ասենց ասած, օրինականացնի այդ շրջանները, որ բոլոր քարտեզներում, դասագրքերում, այնտեղ, չգիտեմ, Մադագասկարից մինչև Նոր Զելանդիա բացեն կարտեզներն այդ հողերը Ռուսաստանի սահմանում։ Սա է նշանակում միջազգային իրավունքի համաձայն։ Իսկ մեր մի աննասուն զանգվածի, էլի, անասուն, էլի, գովի աչքերով, էլի, անգրագետ, էլի, այդ տերմինը սարքել են լատինամերիկյան սերիալ, հնդկական, վիզիտա գիտա, վիճիկը դան, այսին, տեսեք Պուտինը, ու էլի նույն երկերն են երկում արա։ Ասում եմ, հանձնաժողով պետք է լինի, ազգային անվտանգություն, դատախազություն, չեք ուզում սրա այս գործով զբաղվեք, չեք ուզում բան անեք, նայր, այն սահմանին մի քանի հատ խլենքոտ լակոտ, աֆիցեր, ինչ-որ $200-500 մի հատ լուսանկար են ծախել, արա ինչքան խոսափող, ինչքան թեյնիկ, մեյնիկ, միկրոալիքային վառարան, որ դեից ասես գոռում եք, դավաճան ենք բռնել, բաս սրանց ով պետք է հսկի, ստուգի։ Կամ այն մյուս բանը, լսեք, ես հիմա ժամանակ չունեմ այդ մոնտաժեմ տեղադրեմ, էլի, երբ Լավրովը հայտարարում է նոյեմբերի 9-ի այդ համաձայնագրի մեջ չկա ընդհանրապես միջանցք հասկացողությունը։ Տրանսպորտային կոմունիկացիաներ ասում ինքը։ Միջանցք, կարիդոր, պրախադնոյ դվոր, Նիկոլիտան, պրախադնոյ են կարիդորը չկա, էլի, պադեզդի։ Բայց Նիկոլը մցրեց այդ թեզը, միջանցք, գաղափար, էլի, Լավրովը դա ավելի շուտ հայտարարություն ունի։ Ես հղումներում կթողնեմ, էլի, կոմենտարյաների մեջ, որ բացեք լսեք, էլի, դա հինը ձևի հաղորդում ունեմ։ Այս հարցերը պետք է դատախազությունը քննի։ Այսօրվա, այս վերջի Լավրովի բանն էլ հետը։ Ասուլիսի բոլոր պատասխանները, Հայաստանը ոնց արձագանքեց։ Թե հիմա դուրս է գալիս, որ իսկապես Եվրոպան, եվրոպա-թուրքական ինչ-որ ծրագրին համաձայն, սրանց ուղեղը լվացան, սրանց կոնսուլտացիաներ արեցին այսօրվան Հայաստանը հասցնելու համար։ Հիմա էլ Ադրբեջանը տեսեք, արևմտյան Հայաստանը պահանջում, ես ասել եմ, խաղաղություն չի լինելու։ Էդ էլ կպահանջի հետևից Խոջալույի ցեղասպանությունները հիշելու ասածս հիշեք, ասելու այդ էլ ընդունեք, ռեպարացիաներ էլ ընդունեք, այնտեղ գերբից, բանից ամեն ինչից այդ հանեք, Երևանի կոնյակի գործարանի վրի այդ հանեք, ամեն տեղից հանեք, Արարատ գործարանի անունը փոխեք, դուք տեսեք ինչքան բան է ինքը ասելու, էլի, այդ ֆանտազիան մեծ է, ես գիտեմ, Ալիևը հիմարություններ չի անում։ Այսքան ժամանակ ինչ կա, ինքը փայլուն այդ ամեն ինչի իր ազգի համար անում է։ Իսկ մեր ազգի համար ինչ են անում։ Վերջին սպարապետը ֆիլմ են նկարում, այո։ Որտեվ էլ պրծել է, բանակի վերջը տվել է, սպարապետը արդեն գիտեր, որ երգիրը ինչ անում, էլի։ Որ էլ ոչ բանակա լինելու, էդ էլ է պահանջելու Ադրբեջանը, որ զինված ուժեր չունենաս, ունենաս մենակ ներքին զորքեր ու ոստիկանություն, ինչ-որ այդ ձևի անկարգությունները կանգնացնելու համար։ Այս սա է սրանց ուզածը։ Ինձ էլ ռուսաստրուկ, ռուսաթուրք, հիմա տեսեք Լավրովի հարցերի վրա մտածեք լատիրակներ։ Ով է ուզում Հայաստանի կործանումը, ով է պաշտպանում։
Այս սրանք են, լսեք, ես հիշում եմ են Կիրանցի դեպքերը, որ եղան, Կիրանցի հետ կապված էլի, բանը, ես ինքս թվում էր ինձ էլի, որ երևի Նիկոլին ինչ-որ մի բան տվել են, էլի, երաշխիքներ, որ հիմա գնում է, բանը, սամանազատման արդեն, սամանները բերում են այդ սովետի մնացած բանին, ասում էի 4-նիմ էլի, արդեն կարևոր է խաղաղություն լինի ու նորմալ այդ միջանցքը հայերի տիրապետության տակ մնա բան, էլի, որ գոնե լավ, այսքան եղավ, գոնե կպրծնեն էլի այս ամեն ինչից, էլի ժողովուրդը, ծրա վրա կկանգնեն, բայց տեսանք ոչ։ Հայաստանը լրիվ միակողմանի արեց, ես էշացա էլի, ես դրանից հետո գժվեցի, որ տեսա Ադրբեջանը ոչինչ չարեց, էլ լեզուն երկարացրեց։ Պատկերացեք, մարդ գնում է ինչ-որ մի բաներ անում, Եվրոպայի հետ են Ուրսուլա ֆոն դեր Բլյադներու են մյուս անթրաշկար են, Շարլ Միշելեր, ինչեր են ղախ։ Դրանց հետ այդքան ժամերով նստում է, խոսում է բան, բայց մի հատ երաշխիք չեն տալիս, որ կստիպենք Ադրբեջանը էս կանի են կանի։ Ադրբեջանը այսօր ինչ ուզում է անում է, իսկական են բեսպրիդելի պես, ամեն ինչ անում է։ Ու էլ որ ոչ մի բան սա չի պայմանավորվել, սա պարզապես իրանց բանն է, շպիոնն է։ Ու այս ծրագիրը կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու այս բանը, դեգեներատը։ Իրար հետ դրա համար են Արմեն Սարգսյանին բերեցին, են Մարոժնի ուտողին Անգլիայից, բերեցին պատերազմը տալու, այդքան զոհերը տալու համար։ 4000 զոհ Նիկոլ, քո վզով է, բայց քո բջի վաստակը ընդեղ են լաց իրակ, մեկը կար Պետրոստի մոտ նստել էր, հրազդանցի, 87 թիվ, նայեմ, ասում եմ, դու ինչ գիտես են վաղտ ինչ ա եղել, դու խլնքոտ ման էիր գալի, էլի, հրազդանի կուչեքում, թվարկում է Քոչարյանի սպանություններ, էլի։ Նախ այդ սպանությունները մի մասը Վազգենի վզով է, ոչ թե Քոչարյանի, ասեմ, այդ մնացածն է հետո Քոչարյանի վզով, էլի, բայց որ սենց իրար գումարում էինք, Նիկոլը, այս Ղարաբաղի պատերազմով, 4000 մարդու գլուխ է կերել, 4000 ուր, նրանց այդ բանը ուր, 4000, տեսեք, Լավրովը ասեց, մենք այս պատերազմը պետքա չլիներ էլ, ասում, մենք այսքան տարի ասում ենք, դուք այդ 5 շրջանի վրա ոչ մի բարոյական եւ իրավաբանական իրավունք չունեք, ոչ մի, ասում, դուք այսքան տարի բան եք անում, ձգում եք, ու այս պահը լսեք, այն որ ասում եք, Հայաստանը գուբերնիա էր Ռուսաստանին կամ Ռուսի թևի տակ էր, Կրեմլից էին ղեկավարում, բա ինչի եթե տենց էր Ռուսաստանը այդքան տարի չէր կարողանում համոզել Հայաստանին այդ 5 շրջանը տային։ Այդ տեսեք այդ սխալ թեզեր են, որ ձեր ուղեղը լցվել է։ Ինչպես եւ բանը, ես ասում եմ, գնդի դեպքերը եղան, որ հետաձգեն այդ հողերը տալը, Սերժը հետաձգեր։ Այն վաղտ ինչ են կանգնում, ասում էին են, Սասնա ծռերն էին։ Արյունով գրավածը, արյունով էլ պետքա հետ տանք։ Արյունով են գրավել, ոնց առանց բան հետ տանք։ Ու մարդը ասեց, այդ փաստաթղթերը եղել է, այդ պլանը։ Լավրովի պլանը, դուք ասել եք, չէ, մենք ավելի լավ կգնանք նետու աղեղով, ընդեղ թնդանոթների հետ կկռվենք։ Մերոնը քսել ենք, Հիսուսը մեր հետ է։ Ու 4000 հոգու գլուխ կերակ։ Իսկ կանգնած անընդհատ Քոչարյանը սրանց բանեց։ Դուք հաց պայեցիք Քոչարյանով, արա, որ Քոչարյանը չլներ ինչ պետք է։ Ես լսում ես ու արա գժվում ես, էլի, ասում ես, արա Պետրոս, ես հիմա Հայաստան լինեի, դուք ես շուշուտ էի տենում, էլի։ Մի հատ թքե երեսիդ, էլի, այդ հիմարությունները, որ դեմդ խոսում են, դու էլ լսում ես։ Այս է։ Ու էլի Պետրոս, ընդեղ էլ ինձ երեխեք զանգում են, ես հիշեցի երեխեքին, կնգանդ ասա, այդքան բուհեր կա, դրանց արտոնագրերից զրկում է։ Ուսանողներ կա, զանգում ասում են, մենք բուհ ենք ընդունվել, ասում հիմա այդ բուհը արտոնագրից զրկվել, ասում այսքան տարի սովորել ենք, պետական հավատարմագիր ուներ, հիմա ասում բուհը դարել է բան ընդեղ, տեխնիկում։ Ասում Յաշարքա ուզում Պետրոսի գնիկը, ասում ընդեղ էլ չեն տալիս,
բան են անում, արտոնագրից զրկում է։ Համ կրթության համար են պայքարում, որ կրթեն երկիրը կրթություն լինի, կրթության տարի կրթությունը նորաձև է, համ էլ այդ որ մի քիչ ավելի էժան գնով բուհեր կան, որ ավելի մի քիչ մարդիկ գնան սովորեն, նրանց արտոնագրերից զրկում են, այ որ տգիտություն բազմացնում։ Դա հիշեցի եմ բանի համայել, մի հատ էլ երեխա էր զանգել ինձ 3-4 առաջի օրը։ Բան էր տարել Ջեյմս Բոնդ, էլի սենց թաքուն բան էր բացել։ Ալիք, ոչ թե ալիք, այլ բան, edge Facebook-ի, որ ընդեղից Messenger-ով ինձ զանգի, որ բողոքի, որ իր մամայի գործատուն ստիպում է մաման իրանց Facebook-ի էջերով կիսվի, լայքի ու կոմենտարյաներ գրի, այն Մամիջանյանի արած այդ դրոշակներով բանին, էլի, այն պլակատներին։ Այդ աղջիկը վախում էր, անուն բան չտվեց, ասում է դուք ասեք, որ տենց պետք չի, իրանք իրավունք չունեն մեր համացանցը մտնեն, մեր անձնական այդ տերիտորիա, ու հələ մի հատ գործի տեղը ստիպեն էսենց բաներ անենք, որ մեր ծանոթներն վրեքներս ծիծաղեն կամ բան անեն, մեզ ամոթ է էլի նիկոլական այդ խելագարություններին հետևել էլի։ Այդ երեխեն զանգե բողոքում էր ու անուններ չի ասում, լսեք, մի վախեցեք, ես ոչ մեկի խաբար չեմ տա։ Հետո ուզեցա պահեմ այդ աղջկան էլի, որ հետո ասեմ, որ իշխանություն բան փոխվի, քո կոորդինատը պահեմ էլի ինչ որ մի բան։ Որ այդ քո գործատուին մամայի դու մոտ աշխատում, էլի պատժեն էլի։ Այն էլ դրեց ջնջեց մի անգամից ամբողջ այդ բանը։ Լսում ես Նիկոլ, լսում եք դատախազություն։ Սա օրինակ մարդու իրավունքների պաշտպան կա, սա նորմալ է, որ մարդկանց սոցիալական կայքերը գործատուն հետևի, թե որտեղ ինչ լայք տնեն։ Այն Բերյանն ու Ստալինը նայում զարմանում են, ասում են, էս ուր է հասել Հայաստանը։ Նայ Ռուսաստանում կա բան, անվտանգ ինտերնետի բան, Միզուրինը, նայա հսկում էլի, անվտանգ ինտերնետ էլի։ Բայց մեր մոտ այդպես նախարարություն չկա, բայց տակնահանց ինչեր եք անում, այ։ Արա անում եք, արա ուղիղ արեք մարդիկ իմանան։ Այ ոչ թե մի քանի չար ու չատլախ ձեր են սեղանի հինգեր զիվաստակների հետ գնաք մարդկանց այդ սոցիալական ցանցերը մտնեք ու բան անեք։ Նրանց կոնտրոլիրovat անեք։ Թե ումը ինչ լայք դրեցին, ում ինչ գրեցին։ Ու այս Հայաստանը խոսքի ազատություն է, նայեք։ Հյուսիսային Կորեա են գնում։ Մարդիկ վախում են իրանց համարից զանգեն իմ հետ խոսան։ Այս սա է։ Պետք է հանձնաժողով կազմվի։ Այս դավաճանները, սա հենց պետական դավաճանություն է։ Այսքան անդրամաբանական բաներ իրար հետ, սա հենց պետական դավաճանությունն է։ Գրեք ժողովուրդ ջան, դրեք ձեր կարծիքը, կիսվեք, տարածեք, այն մյուս բլոգերներին եմ դիմում, դուք էլ բարձրաձայնեք։ Սա այսպես թողնել պետք չի։ Սրա մեջ կան դավաճանության էպիզոդներ, պետական։ Թշնամու իշխանությանը ծառայելու ու նրա նարատիվները պաշտպանելու։ Շնորհակալություն, հաջողություն։